Ողջույն հարգելի բարեկամներ, վերջին շրջանում երկու հիմնական իրադարձություն է ձեզ զբաղեցնում կամ ձեր ուշադրությունը գրավում։ Մեկը այդ իրադարձություններից, այսպես ասած, գործող իշխանության, գործող վարչապետի աթոռի նստածին իշխանություն հանձնողի կերպարի բացահայտումն է, մյուսն էլ Գյումրու ընտրությունները։ Այսօր այդ երկու թեմայի մասին կարճ ուզում եմ ձեզ հետ կիսվել, ձեզ ներկայացնել պարզ բաներ, որոնք պահանջում են երևի թե ընդամենը մի քիչ ուշադրություն եւ ամեն ինչ կընկնի իր տեղը։ Հայաստանի Հանրապետությունը պարլամենտական երկիր է, պարլամենտում նստած են մի խումբ անձինք, որոնց մի մասը իրենց ներկայացնում են որպես ընդդիմություն Հայաստանի ազգային շահի համար պայքարող Արցախի, որը պնդում էին, որ երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, որը արդեն տարուց ավելի Ադրբեջանի կազմում է, այդ Արցախի համար պայքարողներ իրենց ներկայացնում են իբրև թե մեր մասին, ձեր մասին մտածողներ, մեր պետության մասին մտածողներ։ Ու ինչ։ Հայ հարայ հասեք, Նիկոլը համաձայնության է եկել, հանձնում է ճանապարհ, հանձնում է միջանցք, բերում է ադրբեջանցիներին Հայաստան բնակվելու, իսկ հարց մենք չգիտեինք, որ ինչին է գնում, կամ պարլամենտում նստած ձրի աշխատավարձ ստացող, ինչպես Արթուրն է ասում, ռոճիկով հայրենասեր աշխատողները չգիտեին, եւ հələ մի հատ էլ տեսանյութերով դիմում են մեզ, ժողովրդին, բա թե կամ դուք դուրս կգաք, Նիկոլին կքշենք, կամ սա ամեն ինչ կհանձնի։ Ու իմ մոտ շատ պարզ հասարակ հարց է առաջանում։ Պարոնայք երեսփոխաններ, դուք իբրև թե ընդդիմադիր ունեք բավականին գործուն լծակ։ Դուք կարող եք ձեր մանդատները որպես առաջնային քայլ դնեք, դուրս գաք պարլամենտից, որպեսզի մեր չար բազմախաբված, նաև ձեր տերերի կողմից խաբված ժողովուրդը 0.007% վստահություն վերականգնի, որ դուք լուրջ եք տրամադրված, ոչ թե ժողովրդին հանելու եք փողոց, հետո տանեք կողեք բանտերը։ Բայց ձեր մանդատները ինչի վարձ չեք դնում։ Ես ուզում եմ սոցիալական ցանցն էի թերթում, կարճ Վարազդատ Հարությունյանը, բոլորիդ հայտնի իրավապաշտպան, փաստաբան, շատ մարդկանց պաշտպանում է ռեժիմի, ունի իր հայացքները, որի հետ ես կարող եմ համաձայնվել, չհամաձայնվել, բայց ես չեմ կարող այդ մարդու գրածը չընդունել որպես բացարձակ ճշմարտություն։ Այդ մարդը գրել է հետևյալը. գրել է հերու չէ այն օրը, որ ԿՊԱ-ականները կասեն, դուք երբ անվստահության գործընթաց սկսեցիք, որ մենք էլ չմիացանք։ Ու այո, այդ օրը հեռու չէ, ես համաձայն եմ Վարազդատի հետ։ Դուք երբ սկսեցիք անվստահության գործընթաց, որ ժողովուրդը ձեր կողքը չկանգնավ։ Դուք երբ մանդատներդ վայր դրեցիք, որ ժողովուրդը չհավատաց եւ դուրս չեկավ փոց, այդ երբ։ Նստել եք ձեր համապատասխան 5-րդ կետը տակ դրել եք աթոռին, ստանում եք այդ ժողովրդի վճարած հարկերի աշխատավարձը, գնում եք նիկոլական падգամավորների եւ ինչ-որ խորհրդարանում կան բաներ, չէ՞, կոմիտե չէ, տանտերի անուն ինչ է։ Միջ պետական եսիմինչ, այնտեղ իրավական, ինչև է, խմբեր։ Գնում եք դրանց հետ, հարց ու պատասխան եք անում, լեգիտիմացնում եք, հասկանում եք, դուք լեգիտիմացնում եք, թե ՀՀԿ-ն, որի կարկառուն դեմքեր կոչեցյալները, մի հատ աղջիկ կա, մի հատ էլ տղա կա ակնոցներով sense դեմքով, կամ էլ մյուս թևի իբր թե ընդդիմադիրները, հա, Քոչարյան Ռոբերտի թևը, հələ հայտնի չէ, դա իր թևն է, թե չէ, դաշնակներին, որ բռնես միկրոֆոնը դեմ տաս բերաններին, ասես հն, ինչ կարծիքի եք ձեր կուսակցության գոլեգաների մտքի մասին, որ հարցեր կան Սերժ Սարգսյանի իշխանության տալու, բերանները ջուր կառնեն կնստեն։ Ես գրեթե համոզված եմ։ Ընկեր Արմենը, ընկեր Արթուրը, ընկեր Արծվիկը, մի խումբ ընկերներ։ Սա
կարճ ընդդիմություն կոչվածի մասին։ Ես ուզում եմ ձեզ ասել, ընդդիմություն որպես այդպեսին Հայաստանում գոյություն չունի, պարլամենտում վերընկած ընդդիմություն գոյություն չունի։ Ես ամենայն պատասխանատվությամբ դա ձեզ հայտարարում եմ, որովհետև առաջին հերթին այն ընդդիմությունը, որը գոռում է դուք դավաճան եք, դուք թուրքա-ադրբեջանական հեղափոխության արդյունք եք եւ այլն եւ այլն եւ այլն, գնում իրենց հետ հարց ու պատասխանների է մասնակցում։ Թե բա դուք չեք հասկանում, դա պետք է լեգիտիմացնում է այս իշխանությանը։ Այնիշ կարելի էր մանդատները վայր դնել, անվստահության գործընթաց սկսելուց հետո, եթե դաժե չէր հաջողվի, նոր մանդատները վայր դնել։ Ինչ են անում այս մարդիկ, կոպիտ ասած, մեզ դնում են էշի տեղ։ Ոյ, կամաց գնացեք, որ գոնե հասնեք, որ ուզում եք, կեսին գոնե հասնեք։ Ես անձամբ իմ կարծիքը հետևյալն է, կարճ ու հստակ։ Ես չեմ վստահում ոչ մի թևին, առավել ևս ՀԿ-ի թևին, հավասարապես չեմ վստահում եւ Քոչարյանի խմբակցության թևին եւ Սերժի խմբակցության թևին, չեմ վստահում։ 21 թվից պարլամենտում նստած, սուս-պուս բերանները ջուր առած, կամ գոռացել են Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Արցախը եղավ Ադրբեջանի կազմում, կոմիտեի անդամներին էլ հիշեցնեմ, Վազգեն Մանուկյան, Հայկ Մամիջանյան, Իշխան Սաղաթելյան, Անդրանիկ Թևանյան, Ավետիք Չալաբյան։ Եվ որտեղ են հիմա նրանք, վայելում են իրենց կյանքը։ Ինչ են անում, ժողովրդին մոլորեցնում են իրենց մեդիաներով։ Այդ մանդատներդ վերջում, այս ժողովուրդը ձեր վրա է դնելու։ Ամերիկայում տրադիցիա կա, չէ, դրոշն են դնում վրեքը, լավ գործարարների։ Վատ գործարարների վրա էլ կդնեն մանդատները։ Սա պսևդո դեպուտատների մասին։ Չեմ էլ ասում ընդդիմություն է, պսևդո դեպուտատների։ Կլինի դա Իշխան Սաղաթելյանից սկսած իր ընկերներով, դաշնակներ սիրում են, չէ, ընկերներ։ Ես դաշնակցության միջին եւ ներքևի հասարակ անդամներին բան չունեմ, հայրենասեր տղեկ են, հայրենասեր աղջիկներ են, հայրենասեր մարդիկ են, բայց պարլամենտում հավաքված սաստավը ընդամենը Հայաստանը կործանող իշխանության լեգիտիմացնող է։ Եվ պատիվ ունեմի գոռոզ դեմքերով հարցազրույց տվողները ժուրնալիստների միության, թե ժողովուրդ դուս եկեք մանդատները վայր դրեք, ինչ եք գնացել խցկվել 5% չհավաքած։ Ինչ եք անում դեռ։ Դուք չէ, հələ մի հատ էլ կողքից ասում են առանց ՀԿ-ի փոփոխություն չի լինի։ Մի ծիծաղեցրեք այս ժողովրդին, փորեր կթուլանա։ Մի ծիծաղեցրեք։ Այս ժողովուրդը տեղից այն որ ասում է ինչ ասես տեսել է, ձեզ տեսել է, դաշնակներին տեսել է, Նիկոլին տեսել է, պատերազմը տեսել է, գերիներ տեսել է, սպանված տղեկ տեսել, մի կես ժողովրդին ավելի ներվային համակարգը խախտեք, լուրջ եմ ասում, մի կարեք, վերջում կարող է իրոք մանդատները դնեն վրեքդ։ Սա ես այսպես կոչված չելիտայի հետ կապված, երկար էլ չեմ ուզում խոսել, որ երկար եմ մի քիչ խոսում սրանց մասին, սիրտս խառնում է։ Անցնենք Գյումրու ընտրություններին։ Ես քանի որ գյումրեցի եմ, չեմ կարող հեռու մնալ դրանից։ Ուրեմն առաջադրվել են 5 հիմնական երևի դերակատար։ Մեր Սարիկը, ձեր Ձորիկը, մեր Գորիկը, մեր չգիտեմ ինչը եւ այլն եւ այլն եւ այլն։ Բացարձակապես չի դարքրում։ Ինձ համար չնայած Տալեբը ասում է, որ պրագնոզ անելը կամ ինչ-որ գուշակություններ անելը անշնորհակալ գործ է, եւ ես էլ լրիվ համաձայն եմ իր հետ, ես չեմ անի գուշակություններ, ես հարցի տեսքով դա կներկայացնեմ։ Ընտրություններին մասնակցում են մարդիկ, որոնք ունեն բիզնեսներ, որոշ կարողություններ, որոնք աշխատել են ժամանակին լավ գումարներ ես ազգին կիսաբաց լուսամուտներ ու անորակ սերիալներ մատակարարելով, որոնք եղել են 13 տարի պատգամավոր, որոնք եղել են քաղաքապետ, մեղադրական չեմ ներկայացնում, որոնք եղել են 10-ով շիկ, կներեք այս բառի համար, բայց դա էլ կա։ Հիմա հարց, ենթադրենք Նիկոլ Փաշինյանը Գյումրիում պարտվում է, հավանաբար իրենց ձորիկը, թմբիկը, բլրակը չի հավաքում 10%։
կամ հավաքում է 10%, բայց բացարձակ մեծամասնություն չեն տանում։ Դուք ինչ երաշխիք ունեք կամ մենք, որ անձնական կարողությունը ձեռքից վերցնելու ճնշման տակ, ընտրություններին մասնակցած եւ 10-20% հավաքած մյուս դերակատարները չեն հնչեցնի ծեծված նախադասությունը, որ մենք Գյումրիի բնակչության խաթր գնում ենք համագործակցության ԿՊ-ի հետ, քանի որ չգնանք համագործակցության, կառավարությունը փող չի տա, որովհետև Գյումրին ինքնաբավ չի իր բյուջեով, կախված է կառավարությունից, եւ եթե չգնանք, ժողովրդին վատություն կանենք։ Սա կարճ ասած, ժողովրդական լեզվով ասած, կներեք, սա հերթական կռուտիտն է, որը ես արդեն նկատել եմ, որ ոմանց մեդիա արշավներում արդեն հողը նախապատրաստվում է նման նախադասությունների համար։ Հիմա ես դες հարց եմ տալիս, սիրելի իմ համաքաղաքացիներ, գյումրեցիներ։ Ընտրություն պետք է կատարել, բայց դուք ինչ երաշխիք ունեք, որ ձեր կատարած ընտրությունը այդ արտահայտությունը, այդ նախադասությունը չի արտաբերի, երբ որ դիմակավոր տղեկը ընտրություններից հետո սկսեցին, այսպես ասած, ասֆալտներով փռել եւ քրեական գործերը հանել ջրի երես, չէ՞ որ անմեղության կախավարկածը չխախտելով, ասենք, բայց Հայաստանում բարքերը եղել են այնպիսին, դե սուտ չենք խոսում, ոչ ստինն է, որ իշխանամետ, կառավարամետ մոտիկ լինելով, այսպես ասած, իշխանությանը բյուջեին կարմուշկին, հնարավոր էր հարստանալ։ Հասարակ քրտինքով Հայաստանում շատ քչերն են հասե կարողությունները, իտո այս վերջի ժամանակները, որովհետև ինչ որ IT ոլորտը սկսեց զարգանալ, անկախ Հայաստանի իշխանություններից, աշխարհում զարգացավ, ստեղ էլ զարգացավ, ու ընդ որում, եթե դրսին են սերվիս մատուցում, իրանք են հասե, ինչև է։ Ձեր երաշխիքը ո՞րն է, որ տվյալ պարոնները, որոնք ձեզ խոստանում են լավ Գյումրի, սպորտառատ Գյումրի, չգիտեմ, արդար Գյումրի, չեն համագործակցելու ԿՊ-ի հետ։ Դա Աստված իմ հարցերը լինեն անհիմն, բայց երևի մարտի 31-ից ապրիլի 10-ը, 15-ը այս հարցերի պատասխանն էլ կտա։ Ես ունեմ մեծ կասկածներ, որ գոնե մի քանի ուժեր իշխանական ճնշման տակ կարտաբերեն այդ նախադասությունը, որ դե Գյումրեցուն վատություն չանելու համար, Գյումրեցուն աշխատավարձից եւ հացից չզրկելու համար, մենք քաղաքի համար գնում ենք այս համագործակցությանը։ Առաջի դեպքը չի, վերջինը չի, հա, ասենք, տարբեր տեղեր, բոլոր քաղաքներում էլ տեսել ենք ինչպես է դա լինում, ծաղիկներով էլ են աննային դիմավորում, չգիտեմ, համագործակցության հուշագիր են ստորագրում, վերջում քցվում են ԿՊ-ի կողմից եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Սա էր այսօրվա մտահոգություններս կամ այն հարցերը, որոնք ուզում եմ բարձրացնեմ, հա, որ մի կողմից ընկել ենք հանրապետական մասշտաբով ռոճիկով կամ ինչպես կասի ժողովուրդը Երևանի բարբառով սութի հայրենասերների թակարդը, մյուս կողմից էլ ընկել ենք թիմ ընտրություններով Գյումրու դարդերին, որտեղ բացարձակ երաշխիք չունենք։ Ով է համագործակցելու, ով չի համագործակցելու, ես անձամբ երևի մի հոգուց եմ լսել տեխնացուներից, որ ոչ մի դեպքում չի համագործակցելու իշխանության հետ։ Այն էլ հարցական է, հա, չհամագործակցել իշխանության հետ, ինչ է նշանակում, Նիկոլի հետ չի համագործակցելու, թե ընդհանրապես մերժելու է սերժա-նիկոլական բարքերը։ Ձեզ ցանկանում եմ բարի, այսօր ինչ օր է, այսօր երեքշաբթի է, բարի երեքշաբթի, եթե հնարավոր է, մարտի 30-ը հեռու չէ, Գյումրու ընտրությունները, այն որ Գյումրիով եկավ, Գյումրիով էլ կգնա, Գյումրիով չեկավ, Գյումրիով բերեցին Միքայել Մինասյանը, Արման Սահակյանը, Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ները իրանց ընտրած, դրանք էլ վկա։ Եվ թե Գյումրիով կտանեն, թե չէ, դա երևի թե դեռ նրանք են որոշում։ Որպես վերջաբան
Ես գիտեմ, որ շատ մարդիկ ասում են անverջ խոսում եք, վերջը ինչ։ Գիտեք ինչ կա, կան Հայաստանի քաղաքական դաշտում խելացի մարդիկ։ Անուն չտամ, այս վերջերս, կամ տամ, ինչի չտամ, Հովհաննիսյան Վահեն, որը եղել է կարծեմ Քոչան Ռոբերտի ռեֆերենտը, եթե ես չեմ սխալվում, վերջերս մոտ հաղորդում տեսա, նստած էին հարցազրույցեր 4 հոգով, շատ խելացի բան ասեց, այնպես չի հասկանում եք, որ ես նպատակ եմ դրել կամ մենք ոչ ստին նպատակ է դրել սաղին սևացնելու, երբ որ մարդիկ ասում են մտքեր, որոնք տեղ ունեն իրականության, ճշմարտության, արդարության հետ, ես այդ մտքերը ցիտում եմ նույնիսկ նշելով հեղինակներին։ Հովհաննիսյան Վահեն ասեց հետևյալը. ասեց Հայաստանում մենք գիտենք, որ ցանկացած process-ներում քաղաքական շատ կարևոր դեր է խաղում ռեսուրսը։ Ռեսուրսը առաջին հերթին չէ, ռեսուրսը ես արդեն իմ կողմից ասեմ, որ ես ռեսուրս համարում եմ խելքը, կրիտիկական մտածելակերպը, մտածելու ունակությունը, աշխարհայացքը, սրան անվանենք խելք կամ խոսք կամ միտք եւ ֆինանսը։ Ուզենք թե չուզենք, հասկանու եք, ոչ թե հին բարգերով մարդկանց առնելու համար, տեխնիկական ծախսերի համար։ Հասարակ մտածող, ընդունակ, ինտելեկտուալ մարդը, որը այսօր իր ընտանիքն է պահում, դու այդ մարդուն չես կարող ասես, երեխեքը թող սպասեն մի 6 ամիս, դու արի էնտուզիազմով մենք մտածենք ինչ պլան ենք գցում, ինչ ձևի ենք ժողովրդին մեր կողմը դեպի գրավում։ Այդ մարդիկ պետք է ունենան գոնե երաշխավորված ինչ-որ պերիոդի համար իրենց ընտանեկան մինիմումը ապահովելու ռեսուրս։ Հովհաննիսյան Վահեն ասում էր հետևյալը այդ հարցազրույցում, որի ես համաձայն եմ լիովին, ասում էր Հայաստանում ֆինանսը եւ նոր խմբերը խելացի մարդիկ իրար չեն հանդիպում։ Այո, Հայաստանում մեծ ֆինանսը ես համարում եմ Հայաստանում իրավիճակ փոխելու համար, ես պարզ ասեմ, հարկավոր է մոտարապես 15-ից 20 միլիոն դոլար։ Խելացի մտածվածք եւ ոչ ստանդարտ անալիտիկ ուղեղ։ Հիմա 15-ից 20 միլիոն դոլար Հայաստանում ունեն ոչ քիչ, երևի կլինի մի 20-30 մարդ ու տիրապետում է այդ ռեսուրսին։ Այսինքն խնդիրն ինչ է, եթե ընդ որում իրենց ընդդիմադիր դիրքավորած մարդիկ այդ ռեսուրսին տիրապետում են։ Հիմա ինչու՞մն է խնդիրը, որ այս մարդիկ ունակ չեն դա անելու։ Ես բացատրում եմ սա հետևյալ կերպ։ Կամ բացակայում է անալիտիկ մտածելակերպը, ուղեղը, կամ ցանկությունը։ Ֆինանսը կա։ Ցանկությունը բացակայում է, որովհետև եթե իրենք մտնեն այդ պայքարի մեջ լուրջ, հավանաբար բազմաթիվ կոմպրոմատներ կփռվեն դաշտ եւ այդ գումարը կգնա կլցվի ջուրը։ Անալիտիկ ուղեղը բացակայում է այն խմբերի մոտ, որոնք օրինակ ասում էին դե 23 թվին լինելու է Նիկոլ Փաշինյանի վերջի գարունը, ինքը ոնց եկել է, տենց էլ գնալու է։ Կգնա կտեսնեք, հրակներ sense մտքի գոհարներ արտաբերում կամ էլ մյուս թևից, Հայաստանից, որ Բորիսի մոտ ինտերվյու տարես, ասում էր, ինչու ժողովրդի դեմ ծառացած հարցերը չեք բարձրացնում, ասում էր, որտեղ դի բարձրացնում։ Պատգամավորը եկել է ինտերվյու, ասում է, ես որտեղ պետք է այդ հարցը բարձրացնեմ։ Կամ Պարլամենտ իրենց օրակարգով հետ վերադարձող Իշխան Սաղաթելյանն and Company-ին, կամ Արցախի վերջնական 23-ի կորուստի ժամանակ բեմում կայնած մարդիկ, որ ասում են Եվրոպան պետք է մեզ վճարի, սա է սրանց մտքի գոհարները, ունակությունները անալիտիկ։ Իսկ այո, անատներ, որոնք ցանկություն ունեն թիմ հավաքելու, փոփոխելու իրավիճակը, այսպես ասած, նոր միտք գեներացնելու ոչ ստանդարտ, այդ մարդկանց ֆինանսը չի հանդիպում, գիտեք ինչի չի հանդիպում, որտեվ հայը իր փողը կյանքում բարերարության, եթե տակը շահ չունեցա, ոչ մի բան չի անի։ Չկա, մինչ այսօր ես չեմ տեսել նման հայ, որը իր շահը չունենա, բայց այդ գումարը ունենա տիրապետի, աշխարհով սփյուռ, աշխարհով մեկ սփռված հայեր կան, որոնք տիրապետում են հարյուրավոր միլիոն դոլարների ռեսուրսների, որը, ասենք, կդներ, կնայեր դաշտում ինչ է կատարում, կասեր, լավ, այդ 20 միլիոնը ես դնում եմ, ինձ ոչ մի բան պետք չի, ինձ պետք է արդար Հայաստան, այ պայմանը լիներ, ինձ պետք է արդար նոր իշխանություն, արդար եւ խելացի,
ասեր դրեք, արեք, տղեկ աղջիկներ, էսեք, էս 1, 2, 3-ի մասի չխոսք, կան դաշտում։ Այո, Հովհաննիսյան վայրն ճիշտ է, Հայաստանում ֆինանսը եւ միտքը ոչ ստանդարտ անալիտիկ նոր թիմը իրար չեն հանդիպում։ Դրա համար էլ մենք այս վիճակին ենք։ Էս էլ այն հարցի, մնի հարցի պատասխանը թե մենակ խոսելով ինչ կլինի, մենակ խոսելով կլինի այն, որ գոնե առնվազն 3500 հոգի մեր փոքր մեդիա պրոյեկտի կամ փոքր YouTube-յան ալիքի շնորհիվ սկսում են մի քիչ այլ ձևի մտածել, սկսում են այլ հարցեր տալ, սկսում են հարցեր տալ իրենց եւ սկսում են կողմնորոշվել, թե ինչ է կատարվում Հայաստանում եւ вообще ընդհանրապես արժե ինչ-որ մեկին վստահել, թե չվստահել, որոնք եղել են իշխանության կամ ներկայացնում են իրենց որպես փրկիչներ։ Սրա մասին էր խոսքը, սիրելի ժողովուրդ, 3 թեմա ստացվավ, բայց ըստ իս շատ կարևոր եւ հիմնարար թեմաներ են։ Գնացեք ու խորեք մեր երեսփոխան ռոճիկով հայրենասեր աշխատողների, պոտենցիալ հանուն Գյումրու հետագայում համագործակցության գնացողների եւ ռեսուրսն ու նոր միտքը, նոր թիմը իրար չհանդիպելու մասին։ Խորեք, միգուցե խորման արդյունքում մարդ ես մեկ էլ հրաշք տեղի ունենա, ռեսուրսն ու նոր միտքը իրար հանդիպեն Հայաստանում։ Ձեզ լավ օր, ձեզ լավ տրամադրություն եւ Արթուր ճիշտ էր ասում, ասում է դժվար ժամանակներում կարդացեք գրքեր, սա գրքերի հաղորդումը չի, գրքերի հաղորդումը կլինի կփորձենք ուրբաթ օրը ներկայացնել։ Շնորհակալություն ձեզ։ Բարի դիտում։